Այժմ տեսենք ինչ է հուզում կույսերին։ Ինչ են մտածում կույսերը այս պահին, ինչն է իրենց մտահոգում։ Առաջին կարտը տեսնում եմ գիրք։ Գիրքը կապ ունի կրթության հետ։ Կամ ինքնակրթվում եք, կամ ինչ-որ նոր մի բան եք սովորում, կամ ինչ-որ մի նոր բան եք բացահայտում ձեզ համար։ Կարող է ինչ-որ նոր գիտելիքներ եք ձեռք բերում ձեր աշխատանքում ավելի հաջողակ լինելու համար, ձեր, չգիտեմ, գործը ընդլայնելու համար, ձեր մասնագիտության մեջ ավելի կատարելագործվելու համար։ Նաև գիրքը գաղտնիքներին է վերաբերում։ Կարող է ինչ-որ մի բան եք իմացել, բացահայտել ձեզ համար։ Տեսնենք ինչի հետ է կապված։ Տեսնում եմ թռչուն, երկու անգամ եմ տեսում թռչուն եւ տեսնում եմ դագաղի կարտը, այսինքն խոսակցություններ, դուք շրջապատված եք մարդկանցով եւ խոսակցություններով։ Առաջի թռչունը չնայած միայն խոսակցություն չի նշանակում, սա նաեւ նշանակում է տեղափոխություն, փոփոխություն։ Սա էլ է նշանակում փոփոխություն։ Շատ լուրջ մեծ փոփոխություններ են սպասվում, կամ դուք եք ցանկանում փոփոխություններ, չգիտեմ, ուղղակի խոսակցություններ կան դրա հետ կապված, տեսնենք։ Միգուցե պարզապես ձեր ականջին է եկել, այ գաղտնիքը հիշում եք, որ ասում էի, այսպես ինչ որ գաղտնիք էլ կարող է լինել, այո, միգուցե ձեր ականջին ինչ որ խոսակցություններ են եկել հասել, որ ինչ որ լուրջ փոփոխություններ են սպասվում։ Տեսնենք փոփոխություններ որտեղ են սպասվում։ Երևի թե սա ինչ որ աշխատանքի կամ ինչ որ գործունեության հետ է կապված։ Երևի։ Ես այստեղ տեսնում եմ գերանդին, տեսնում եմ աստղը, չէ, ներողություն, սա աստղը չէ, սա լուսինն է իրականում, լաբիրինթոս, նամակ, աշտարակը եւ մատանի։ Դե գերանդին նշանակում է կտրուկ, շատ արագ, կտրուկ հանկարծ ինչ որ տրամադրություններ են փոխվում եւ հայտնվում եք լաբիրինթոսում։ Ինչու։ Ինչ է պատահել։ Փոփոխություններ, ձեր ականջին լուր է հասնում, որ կտրուկ փոփոխություններ, միգուցե աշխատանքում ինչ որ փոփոխություններ են լինելու։ Ես չգիտեմ այդ փոփոխությունները ինչի հետ են կապված, գիտեք, հիմա այս ինովացիայի հետ կապված նոր արհեստական բանականությունը ավտոմատացնում է բավականին աշխատանք, չգիտեմ, ես այստեղ աշխատանքի կորուստ չեմ տեսնում, նախորոք եմ ասում, ուղղակի ես շատ եմ ուղղակի լսում, մեզ մոտ էլ շատ են աշխատանքի հետ փոփոխությունները, առաջի հերթին կապված են ինովացիայի հետ եւ ավտոմատացնում են աշխատանքը եւ շատ աշխատողներ են, որ այսպես կանգնում են փաստի առաջ։ Տեխնիկան կարողանում է մարդու փոխարեն գործ կատարել։ Ես տեսնում եմ, որ այսպես այո, կտրուկ ինչ որ լուրը եկավ, կտրուկ ինչ որ նորություն իմացաք, փոփոխություններ են լինելու եւ դա իրականում ձեր մեջ վախեր ու կասկածներ եւ անհանգստություն է առաջացնում։ Մի տեսակ ձեզ համար թվում է անելանելի վիճակ։ Այո, եւ դուք ձեզ համար ուզում եք, այսպես ասեմ, ինձ թվում է այստեղ ինֆորմացիան դուք երևի մտնում եք Google եւ սկսում եք ձեզ համար ինչ-որ ինֆորմացիա գտնել, այդպես կարող եմ ասել, ես որտեղ մարդ չեմ տեսնում, որ ասեմ անձի հետ եք ինչ-որ նամակագրական կապ հաստատում, բայց ձեզ համար ինֆորմացիա եք փնտրում, ուզում եք հասկանալ, ինչքանով է այս ինֆորմացիան, ասենք, ճշգրիտ, ինչպես դա կարող է ձեր վրա ազդել, ես սա կապված է ինչ-որ հիմնարկության հետ, որտեղ դուք աշխատում եք եւ վաղուց եք երևի աշխատում։ Այո, մատանիով կարող է լինել, որ դուք պարզապես այս աշխատանքում շատ վաղուց եք աշխատում այստեղ եւ այս փոփոխությունները կտրուկ ձեզ վախեցնում են։ Ընդ որում այս աշխատանքի վայրում իմիջիայլոց այդպիսի մտքովս անցավ, դու կարող եք փայատերել լինել այս գործում, եթե սա, չգիտեմ, հիմնարկություն չէ, բիզնես է, աշխատանք է, որ կատարում եք, դուք կարող եք մատանիով նաեւ լինել փայատեր եւ հանկարծ ինչ որ փոփոխություններ, ես չգիտեմ, ձեզ մոտ
աշխատանքի վայրում գործերում է փոփոխություն, թե գլոբալ փոփոխություններն են հանկարծ ձեր գործի վրա ազդում, դժվարանամ ասել, այդպիսի բան չեմ տեսնում մանրամասներ, բայց ամեն դեպքում փոփոխությունները հանկարծ ձեզ ինչ-որ ահագին անհանգստացնում են։ Այստեղ տեսնում եմ տուն, տեսնում եմ ամպեր, ծառ, սարը, խոշորացույցը եւ կամուրջը։ Գիտեք, տունը, ես տեսնում եմ տունը դա այն վայրն է, որտեղ մենք մեզ շատ հարմարավետ լավ ենք զգում։ Այս պատմության մեջ տունը առանձնապես ոչ մի ուրիշ նշանակություն չի կարող ունենալ։ Ես էլ եմ ասում, ինձ թվում է դուք ձեր աշխատավայրում ձեզ շատ հարմարավետ եք զգում, տարիքով էլ մարդ եք տեսնում, այսինքն դուք շատ վաղուց եք այստեղ աշխատում, ես մինչև էդ էլ ասեցի։ Շատ հարմարավետ եք զգում ձեր աշխատանքում եւ այս լուրերը ձեզ իրականում բավական անհանգստացնում են։ Ամպերը, ձեզ թվում է ձեր գլխին ամպեր են կուտակված, միգուցե ձեզ թոշակի ուղարկեն, միգուցե այդպես կարծում եմ, այդպիսի ինչ-որ դուք անհանգստություն ունեք, երևի տարիքով մեծանում եք արդեն, փոփոխությունները աշխատանքի վայրում, ձեզ կարող են ձեզ համար սպառնալիք լինել, ձեր աճիր կարող է չկարողանաք ավելի առաջ գնալ, շարունակել, կարող եմ ասել, բայց գիտեք, չնայած դուք շատ ունեն կույսերը այդպես նեշնչանք ունեն, ես շատ կույսեր եմ ունեցել իմ կյանքում, հայրս էլ է կույս եղել, ամուսինս է կույս, այսինքն այս կարող եմ ասել, որ իրենք բավականին այսպես այո, կարող եմ ասել, որ իրենք բավականին այսպես խոչընդոտները իրենք իրենց ավելի շատ ներշնչել են, քան իրականում կա, այսինքն դեռ ոչ մի փոփոխություն չի եղել, իրենք արդեն վատն են մտածում։ Ես չեմ տեսնում աշխատանքի կորուստ կամ իրենք վախենում են աշխատանք կորցնելուց։ Ուղղակի անհանգստություններ կա, այսինքն կարող է աճ չլինի աշխատանքի վայրում, դա կարող եմ ասել։ Կարող է այս փոփոխությունները պարզապես կանգնեցնեն աճը եւ իրենք այլ առաջխաղացում չունենան, իսկ իրենք այդ հույսով են երևի, որտեղ շատ վաղուց աշխատում են։ Իրենք շատ հարմարավետ են զգում աշխատանքում, կարող եմ ասել, որ իրենց գործի վարպետն են։ Առանձնապես ես չեմ տեսնում այդպիսի խնդիրներ։ Այստեղ խորհուրդ են տալի կարտերը ավելի ուշադիր, ավելի ուսումնասիրեք, մանրակրկիտ ուսումնասիրեք, փորձեք պարզել ձեզ համար, որովհետև փոփոխություններ, այո, ես տեսնում եմ, որ կլինեն եւ դուք իրականում չեք կարողանալու խուսափել այդ փոփոխություններից, բայց ես վերջում տեսնում եմ այստեղ ծաղիկը։ Այսինքն ինչ փոփոխություններ որ ունեն, ձեզ համար չպետք է որ վատ լինի։ Իսկապես, ես այստեղ աշխատանքի կորուստ չեմ տեսնում, փոփոխություններ եմ տեսնում։ Դուք լսել եք փոփոխություններ, միգուցե եւ արդեն ձեզ անհանգստացնում է, փոփոխություններն այո, շատ անգամ, մանավանդ եթե շատ երկար եք աշխատում միտեղ եւ դուք այլ պլաններ ունեիք ու փոխվում է, ձեր պլանները կարող են փոխվել, բայց իրականում ես ձեզ համար անհաջողություն չեմ տեսնում։ Հակառակը, միգուցե չկա չարիք առանց բարիք, դուք ավելի վատն եք տեսնում, ավելի սա ձեր մտքերն են, դուք եք այսպես վատ տեսնում, բայց իրականում կարտերը հուշում են, որ ձեզ համար համենայնպես ձեզ ոչինչ չի սպառնում, ձեզ համար լավ կլինի։ Հարգելի կույսեր, հուսով եմ այդպես էլ կլինի։